Միջազգային կանոնավոր ուղևորափոխադրումները մրցակցությունից դուրս են մնացել ոլորտի ծայրահեղ ազատականացման պատճառով դժգոհում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւ իրավիճակը շտկելու համար որոշել է օրենսդրական փոփոխությունների փաթեթով սահմանափակել կանոնակարգել անկանոն ուղևորափոխադրումները։ Հնարավոր չի մրցակցել մարդկանց հետ, որոնք որ որևէ պարտավորություններ չեն ստանձնում։ Տեղափոխումը մարդկանց, որոնց շահերը պաշտպանված չեն, անվտանգությունը ապահովված չի։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախարարությունը երկու պայման ներկայացրեց։ Պետտուրք վճարի 1 եւ երկրորդը ունեցի պայմանագիր տոմսերը վաճառի ավտոկանանային տնտեսության միջոցով մի սահմանափակում է մտնում, որ ում տարար պետքա նույն ցուցակով ոչ ավել տատանումը 10%-ով հետ բերես, կամ տարար դատարկ հետ վերադառնաս, կամ դատարկ գնաս եւ լիքը վերադառնաս։ Փոխնախարարը թվարկում է անկանոն ուղևորափոխադրման բացասական կողմերը՝ քաոտիկ, երբ ուզի կշարժվի, երբ ուզի չի շարժվի, վարորդների եւ տրանսպորտային միջոցի նկատմամբ հսկողության, նաեւ չվացուցակի բացակայություն։ Նա մի օրինակ ներկայացրեց։ Յակ 2-ա կարծեմ կուկուռուզնիկը կոչվում։ Վերցնի այդ բանը ու ասենք որևէ դաշտից, որ այդ սամալյոտը հնարավորություն ունի։ Ձեզ տոմս վաճառի, ասենք տեղափոխի Թբիլիսի։ Հետո դա փչանա, որևէ տեղ ընթացքում նա իջնի, ձեզ ասի ես քո բեռը վերցրա ու ոտով գնա Թբիլիսի։ Турք սահմանելով ըստ падգամավոր Թևան Պողոսյանի դաշտում հետսետ է կառաջանա մենաշնոր։ Արի մի քիչ չնպաստեմ, որ բան չի փոխվելու իրականում։ Մնացածը նույնն է մնալու, բայց մի 50,000 այից փող կտակ։ Երբևիցե չենք խոսում դաշտի մոնոպոլիզացիայի մասին։ Հանձնաժողովը որոշեց օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներառել ազգային ժողովի մեծ, իսկ հավելյալ քննարկումներից հետո նաև քառօրյա օրակարգում։